Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հասկացանք դուք ոչ մի պրոբլեմ Փարաքարի դեպքի հետ կապված։ Կապ պետք է ունենալ, որ ասում եք Հիմա փարաքարի դեպքի հետ կապված գործընկերոջ հարցին պատասխանեմ։ Փարաքարի դեպքի հետ կապված բնականաբար ես որևէ կապ չունեմ։ Փարաքարի դեպքի հետ կապված ես ազգային ժողովում ելույթ եմ ունեցել 2025 թվականի փետրվարին եւ տեղի են ունեցել հայտնի դեպքերը փետրվարյան Փարաքար համայնքի մերձավան բնակավայրում, որտեղ տեսանյութերից հայտնի էր դառնում, որ աշխատել է ինքնացիկ եւ այլ հրազենային միջոցներ, վիրավորվել է մեկ անձ եւ մեկ անձ տեղում մահացել է դեպքի վայրում։ Ես ազգային ժողովում հանդես եմ եկել, այդ հայտարարությունը կարող եք տեսնել եւ ասել եմ, որ տվյալ դեպքում ներքին գործերի նախարարությանը հարց ու պատասխանի ժամանակ հարց եմ տվել ներքին գործերի նախարարին, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ են տարվել, որպեսզի այս երկու խմբերի միջև այդ վիճաբանությունների կամ թշնամության հետևանքով չունենանք դժբախտ պատահարներ։ Եվ նաև ինչ որ առումով մեղադրական հարց եմ հնչեցրել, որ օպերատիվ տեղեկություններ են եղել, որ կա երկու խմբերի միջև թշնամություն եւ անհրաժեշտ կանխարգելման աշխատանքների պատշաճ չկատարման արդյունքում ունեցել ենք զոհ եւ վիրավոր։ Սա կապված Փարաքարի դեպքերի հետ։ Չեղավ, պարոն Սարգսյան, դուք չմեկնաբանեցիք, դուք ինքներդ ասեցիք ներողություններ Երուսան։ Հենց այդ եմ ասում, դուք քրեական երթամշակույթից հեռու մարդը, ինչպես է ստացվում հեռու մարդը մոտ է այդքան այդ անձից։ Ես քրեական մշակույթից հեռու եմ, ես քրեական ենթամշակույթի դեմ բարբերաբար հարցեր եմ տալիս ազգային ժողովում եւ նաև հարցումներ եմ կատարում եւ աշխատանք ենք տանում, որպեսզի քրեական ենթամշակույթը մեր երկրից արմատախիլ արվի, որևէ կապ նկարը կմեկնաբաներ, ինչպես քրեական ենթամշակույթ գրող մարդկանց սեղան եք նստում։ ջերմ լուսանկարվում եք, ձեռքերին դրան։ Ես քրեական ենթամշակույթ գրող անձանց հետ սեղան չեմ նստում։ Ես կներեք մեծ բան ասեմ։ Չէ, խնդրում ենք տարբեր լուսանկարներ կարող լինեն, ինչի մասին է խոսքը։ Ես բազմաթիվ մարդկանց հետ լուսանկարներ ունեմ, դա չի նշանակում, որ ես կապ ունեմ քրեական։ Դուք ինքներդ ասեցիք, որ այդ ի սկզբանե բարձրացրել եք, որ հիմա Մհեր Ախտոյանի մասին է հարցը, դուք ինքներդ ասեցիք, որ փետրվարի բարձրացրել եք։ Դուք միաժամանակ 10 հոգով խոսում եք, ես գրկած նկար որևէ մեկի չունեմ։ Հիմա տվյալ դեպքում Մհեր Ախտոյանի այդ լուսանկարը տեղի ունեցել տարիներ առաջ, Մհեր Ախտոյանի ես չեմ հիշում երբեք վերջի անգամ տեսել, դա եղել է հավանաբար 2 տարի առաջ։ Ընկերական հարաբերությունների կապի մասին անգամ իր հեռախոսի համարը չունեմ, ճանաչում եմ իրեն փողոցային պայքարից, ծանոթացել եմ եւ կարող եմ ասել այդքանը, որևէ կապի մեջ նրա հետ չեմ գտնվում։ Կներեք չեմ ցանկանում նման հարցերի, նման մականունով հարցերի պատասխան։ Կա որ Ալեն Սիմոնյանը դիմել է շրջակա միջավայրի նախարարություն, որպեսզի ստուգեն արդյոք Վայ Շորժան, որը ձեզ է պատկանում, արդյոք դա այդպես վարձակալություն։ Ես չեմ ցանկանում անդրադառնալ այդ հարցին, չեմ ցանկանում հավատալ այդ լուրերին, որ նման դիմում է եղել։ Շնորհակալ եմ։ Սևան ազգային փոխում։ Դուք խուսափեցիք Ես արդեն նախաբանում ասեցի, ասեք, խնդրում ասեք։ Սարգսյանը կառավարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով։ Դուք ձեր վերջին նախագիծը որ բերել եք, բազմաթիվ թվեր ու բաներ եք նշեցնում, որ զորակոչի լուրջ խնդիր կա Հայաստանում։ Հիմա այս նախագծի շրջանառության մեջ դրվելու է կապված էր կողմի դիրքորոշումը ինչպիսի։ Շնորհակալ եմ։ Սա հակադրության մեջ չես նախաձեռնությունը ՊՆ-ի, այն հայտարարությունների հետ նաև որոնք դուք եք անում։ Պարոն Սարգսյան, նաև պատասխանում։ Բայց հարցը է, դուք չպատասխանեցիք, ուզում եք ասել այն հարցին պատասխանը, որ ձեզ եք։ Հարցը հայտարարեց, որ կա զորակոչ Հայաստանում։ Շնորհակալ եմ կարևոր հարցի համար, տեսեք, ես շատ ուրախ եմ, որ իմ օրենսդրական գործունեության հետ կապված հարց եք տալիս, քանի որ բամբասանքներին եւ այլ նյութերին ցանկություն չունեմ մեծ հաշվով պատասխանելու, նոր փորձեցի հնարավորինս պատասխանել այն հարցերին, այլևս չեմ անդրադառնա, հիմա անդրադառնանք այն հարցերին, որոնք կապված են իմ օրենսդրական գործունեության հետ։ 2024 թվականի տարեսկզբին ես ուսումնասիրելով զորակոչի հետ կապված խնդիրները Հայաստանի Հանրապետությունում 2022-2023 թվականների ծայրահեղ ծանր վիճակը
Մի շարք օրենսդրական նախաձեռնությամբ եմ հանդես եկել եւ նաեւ քննարկումներ եմ ունեցել Պաշտպանության նախարարության հետ, դրա հետ կապված վարչապետի հանձնարարականով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը ստեղծվել էր, որպեսզի քննարկվի նաեւ իմ կողմից ներկայացված զորակոչի հետ կապված խնդիրները։ Սրա հետ կապված ես 5 քայլով էի հանդես եկել, այդպես էր պայմանական կոչվում, որպեսզի լուծենք զորակոչի հետ կապված խնդիրները եւ այդ քայլերից մեկը այո, հենց պարտադիր զինվորական ծառայությունը 1.5 տարի սարքելն էր, բայց նաեւ այլ կարեւոր հատվածներ կար օրենքի նախագծի մեջ, որը ես շրջանառել էի։ Հատկապես ամենակարևորներից մեկը, որը ես ցանկանում եմ հիմա նշել, եւ նաեւ լրագրողներին ասել, որպեսզի դուք նաեւ այս սրա հետ կապված աշխատանք ունեք կատարելու, իմ ասեմ, որն է դա։ Խոսքը վերաբերվում էր Հայաստանի Հանրապետության Արաքան սեռի քաղաքացիների քաղաքացիությունից հրաժարվելուն մինչև 18 տարին լրանալը, եւ ես թվեր էի հրապարակում, որ այս տարի կամ հաջորդ տարի բանակ զորակոչվողների 7%-ը կամ 8%-ը արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, եւ մեծ թվով քաղաքացիներ հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, որպեսզի հետագայում չզորակոչվեն պարտադիր զինվորական ծառայության։ Օրենքը տապալվեց ընդդիմության դեմ քվեարկելու եւ քաղաքացիական պայմանագրի խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչյանի ձեռնպահ քվեարկելու արդյունքում կամ հետևանքով։ Հիմա ես կցանկանամ, որպեսզի դուք լրագրողները հարց տաք ընդդիմադիրային պատգամավորներին, ովքեր դեմ քվեարկեցին եւ տապալեցին նախագիծը եւ նաեւ մեր մյուս գործընկերոջով ձեռնպահ քվեարկելով տապալեց նախագիծը, որպեսզի կներեք ավարտում եմ, որպեսզի հասկանանք օրենքի տապալումից հետո ամառվա ընթացքում հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին քանի անձ է հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, նրանցից քանիսն են եղել Արաքասերը, Ես Նամակստանատ մանդատը վայրդնելու պան Սարգսյան։ Հիմա ինչ վերաբերվում է 2 տարին տարուկես սարքելուն, դա անհրաժեշտ քայլերից մեկն է, որը պետք է տեղի ունենա զորակոչի կապված խնդիրը։ Բայց դա տապալվել է, թե հետաձգվել է այդ քննարկումը։ Զորակոչի կապված խնդիրների մի զգալի մասը գալիս են առողջական խնդիրներ ունենալու պատճառով բանակից խուսափելով կամ առողջական տեսանկյունով ոչ պիտանի ճանաչվելով զորակոչի չներկայանալով եւ զորակոչից ազատվելով։ Ես հիմա ինչ էի առաջարկում, ես առաջարկում էի, որպեսզի խստացնող մի շարք օրենքներ ընդունենք, որպեսզի մեր քաղաքացիները չկարողանան խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, դրա արդյունքում մեծանա զորակոչը եւ զորակոչի մեծանալը մեզ հնարավորություն տա զորակոչի ժամկետը կարճատելու։ Տեսեք, եթե մենք օրինակ ունենանք 2 զինծառայող, ովքեր ծառայում են 2 տարի ժամկետով, մենք ունենում ենք 4 տարվա պարտադիր զինվորական ծառայություն, ճիշտ է։ Եթե մենք ունենում ենք 3 ժամկետային զինծառայող, ովքեր ծառայում են ամեն մեկում 1.5 տարի, մենք ունենում ենք 4.5 տարի պարտադիր զինվորական ծառայություն։ Ինչ եմ ուզում ասել, եթե մենք պարտադիր զինվորական ծառայությունը կրճատում ենք 25%-ով, բայց կարողանում ենք 25%-ով կամ ավելի մեծ տոկոսով բարձրացնել զորակոչի թիվը, ունենում ենք միավոր ժամանակահատվածում ավելի մեծ թվով զինծառայողներ։ Այսինքն, եթե 2-ի փոխարեն մենք ունենում ենք 3 զինծառայող, մենք կարողանում ենք 4 տարվա փոխարեն ունենալ 4 մի վերացի, պարոն Սարգսյան։ Դրանք պատասխանում եմ հարցի շատ կարևոր հարցը։ Չէ, բայց մենք կարևոր հարցերը մնացին օդում։ Հիմա ինչա նախատեսվում։ Առաջիկայով փորձել եմ նկրկին շրջանառության մեր տնօրենի օրենքի նախագիծը, որպեսզի կանխեմ այն արատավոր երևույթը, որը կա Հայաստանի։ Ըստ իս պետք է խնդիրներ լուծվեն փաթեթով, որպեսզի մենք երբ խրախուսում ենք պարտադիր զինվորական ծառայությունը կրճատելով ժամկետը, դա խրախուսող նորմ է, մենք նաև սահմանափակելով մյուս արատավոր կետերը, որոնցով քաղաքացիները հրաժարվում են պարտադիր զինվորական ծառայությունից, փորձենք զորակոչի թիվը մեծացնել, որպեսզի միավոր ժամանակահատվածում չունենանք զորակոչիկների թվի նվազում։ Սա իմ օրինագիծը որ փոխվում է եւ նաեւ դուք խոսել եք կներեք Երևանը խնդրում եմ մեր այդպես հարցի մի տեղ։ Նորություն չի ԿՊ-ում։ Չկա նման անհանգստություն։ Ես նույն հարցն օրինագիծը հիմա ինչ փուլում է եւ դուք նաեւ տոկոսներով եք խոսել, որ 18 տարի լրացածների քանի տոկոսն է գնում պարտադիր ժամկետային ծառայության։ Որքանով է ճիշտ է տոկոսներով խոսելը եւ կա դրա իրավունքը։ Այո, կա դրա իրավունքը։ Տոկոսներով խոսելու նպատակը նաեւ որպեսզի մեր հանրությանը բացատրենք, թե ինչ իրավիճակ ունենք այսօր եւ ինչ փոփոխություններ պետք է կատարենք, որպեսզի այս իրավիճակը մեղմվի։ 2022 եւ 2023 թվականներին բանակ է զորակոչվել զորակոչի ենթականների 31.4% միայն,
Այսինքն մոտ 70%-ը չի գնացել պարտադիր զինվորական ծառայության, ինչ-ինչ խնդիրների պատճառով։ Ես նաև հանձնաժողովի նիստում մանրամասն նշել եմ, թե քանիստ են հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, քանիստ են մեկնել ուսման չեն ներկայացել ուսման գնալուց հետո, քանիստ են առողջական խնդիրների պատճառով խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից եւ այս ուսումնասիրությունը ես անում եմ դեռևս 2019 թվականից եւ հաճախ խոսք է գնում եւ այո վարչապետին ներկայացրել եմ Ինչ կարծիք հայտնեցին։ եւ հաճախ եւ խոսքը գնում է որ Հայաստանում բանակը կամ Սարգսյան Հայկի նախագիծը վերաբերվում է նրան որպեսզի աղքատները ծառայեն եւ հարուստները չծառայեն ես պարզ բան եմ ասում դեռևս 2019 թվականին ես հարցում եմ արել այն ժամանակվա կրթության նախարարին հետեւյալն է եղել Քանի քաղաքացիներ են արական սեռի մեկնել Հայաստանից ուսման նպատակով ստացել տարկետում, նրանցից քանիսն են վերադարձել։ Եվ հարցման պատասխանը նախարարի ստորագրությամբ եկել է, որ կրթության նախարարությունը նման հաշվառում չունի։ Այսինքն մենք տարիներով տվել ենք տարկետում մեծահարուստների կամ հարուստների երեխաներին, որտեղ նրանք կարող են ուսման մեկնել լավագույն համալսարանների աշխարհի, Լոնդոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ այլն, եւ փաստացի որևէ հաշվառում չի վարվել, նրանք հետ վերադառնում են, թե ոչ, մինչ օրս էլ նման հաշվառում պատշաճ չի վարվում։ Եվ մենք տարիներով շարունակ տալիս ենք տարկետում այս խմբի անձանց, ովքեր ենթադրաբար հարուստ են կամ առնվազն աղքատ չեն, նրանք մեկնում են եւ մեծամասամբ չեն վերադառնում Հայաստանի Հանրապետություն, մինչեւ 27 տարին լրանալը, որտեղ ուսում են ստանում, ծախսում են մեծ գումարներ։ Հիմա կներեք Հիմա ասեմ։ Եվ նաև ունենք մեծ խումբ քաղաքացիներ, ովքեր հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից մինչև 18 տարին լրանալը։ Եվ 18 տարին լրանալուց հետո նրանք այլևս զինապարտ չեն։ Իմ հարցերը բարձրացրած եւ իմ նախագծերը վերաբերվել են այս կետերին, որովհետեւ մենք փակենք քաղաքացիությունից հրաժարվելու ճանապարհը, որովհետեւ մենք փակենք ուսման նպատակով տարկետում ստանալու եւ դուրս մեկնելու ճանապարհները եւ նաև փակենք առողջական խնդիրների պատճառով ծառայությունից խուսափելու ճանապարհները։ Սրա արդյունքում ունենանք զորակոչի միջև կրկնակի աճ, այսինքն 31%-ի փոխարեն բանակ զորակոչվի 60%-ը։ Սրա արդյունքում կարող ենք նաև ծառայության ժամկետը կրճատենք եւ դա նպաստ կբերի այն քաղաքացիներին, ովքեր այսօր ուզեն մեկնում են ծառայության, որովհետեւ չունեն հարուստ ծնողներ, չեն կարողանում մեկնել արտերկրի սովորելու, չեն կարողանում հրաժարվել քաղաքացիությունից կամ չեն կարողանում այլ միջոցով ստանալ ոչ պիտանելիության թուղթ։ Սա է ամբողջ նախագծի իմաստը։ Դուք Ալեն Սիմոնյանի եւ չեմ անդրադառնա այդ հարցը։ Թույլ ես իմ հարցի պատասխան։ Ալեն Սիմոնյանի եւ Վիվարոյի սեփականատերի միջև կապ տեսնում եք արդյոք թե ոչ եւ կարծում եք որ այդ կապը որևէ ազդեցություն ունի այս պատմության վրա։ Ես չեմ ցանկանում պատասխանել այդ հարցին։ Դուք լրագրող եք, դուք կարող եք այդ հարցի պատասխանել։ Եվ ասում եք, որ այդ ամբողջ խնդիրները լուծելով, հետո նաև հնարավորություն ստեղծվեց կրճատել ծառայության ժամկետը, չլսված զորակոչի զորապարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվում է, սա ինչ խնդիր կարող է առաջացնել։ Տեսեք, իմ նախագիծը, որ ես շրջանառել էի, կառավարության նիստում, այո, փաթեթային լուծումը, կառավարության նիստում ստացել է դրական եզրակացություն եւ զեկուցողը պաշտպանության նախարարն էր, ով իմ բարձրացած խնդիրները երկրորդում էր եւ ասում էր այո մենք ունենք նման խնդիրներ կապված զորակոչի թվի հետ, քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի հետ, մյուս դեպքերի հետ եւ ասում էր որ անհրաժեշտ է որպեսզի մենք ընդունենք падգամավոր Հայկ Սարգսյանի կողմից շրջանառված օրենքի նախագիծը։ Նախագիծը տապալվեց ազգային ժողովում, որովհետեւ ընդդիմադիր մեր գործընկերները եւ նաեւ իշխանության գործընկերներից մեկը արդեն նշեցի, դեմ քվեարկեցին հանձնաժողովին։ Ես պատասխանում եմ ձեր հարցին, այն հարցին, թե փաթեթային ճիշտ է անել, թե ոչ։ Ես իմ կարծիքը եւ նաեւ պաշտպանության նախարարի պաշտոնական կարծիքը եւ նաեւ կառավարության պաշտոնական դիրքորոշումը, որը եկել ազգային ժողով, հետեւյալն է, որ այո, պետք է խնդիրները լուծվեն փաթեթային։ Ճիշտ եք ասում, շատ ճիշտ եք։ Ես սրա հետ կապված օրերս նաեւ գրություն եմ գրել պաշտպանության նախարարին, շնորհակալություն եմ հայտնել, որ իմ առաջարկած կետերից մեկը պաշտպանության նախարարությունը շրջանառել է, նաեւ Ին գրության մեջ հայտնել եմ, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գտնում եմ, որ այս խնդիրները պետք է լուծվեն փաթեթային, որովհետև մենք սրա միջոցով պետք է նաև կանխենք քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը։ Բանավոր զրույցում նախարարը ասել է, որ կիսում եմ կարծիքը եւ առաջիկա պետք է քննարկումներ ունենալ։ Պարոն Սարգսյան, ամեն դեպքում Վաչ Շորժայի հետ կապված ձեզ է պատկանում, արդյոք Սևան ազգային բողոքի մեջ ինչ որ խնդիրներ կա դրա հետ կապված, որ Ալեն Սիմոնյանը դիմել է։
երբ որ դիմել ենք ԲՀ ձեր հարցով հիմքում ինչ են դրել, դա Ես կարող դրա եք հետ կապված ասել։ արդեն ասեցի։ Չեք ասել։ Այլ հարցեր, եթե օրենսդրական նախագծի հետ կապված հարցեր ունեք, չեմ ցանկանում պատասխանել։ Ուրիշ հարց կա։ Ասեք։ Դիմում հիմքները Չեմ ցանկանում, կներեք, չեմ ցանկանում պատասխանել։ Թույլ տվեք, հա, բայց հարցը Ասեք, չեմ խնդրում եմ ժողովի ջան։ Չեմ ցանկանում։ Ձեր հարցազրույց չի շողը։ Արեք ջան, չեմ ցանկանում ձեր հարցին պատասխանել։ որովհետև կարծում եք նոր խնդիրներ կառաջանան ձեր համար։ Ասեք։ Ես առաջարկում եմ դադարեցնել։ Չգիտեմ, որ դուք Ես դրական եզրակացություն ստացած նախագիծը մի փոքր խմբագրել եմ եւ նորից կարծիք եմ ուղարկել կառավարության գործընկերներին աշխատանքային կարգով։ Նորից նույն պատասխաններն են եկել, որ կառավարության գործընկերները կողմ են նախագծին եւ եկել են այն առաջարկները, որոնք եկել են նախկինում, որոնց մեծ մասը տեխնիկական են, ես ընդունել եմ։ Եվ նաև նախագիծը ես շրջանառել եմ մեր գործընկեր պատգամավորների միջև, ուղարկել եմ քաղաքացիական պայմանագրի խմբակցության բոլոր պատգամավորներին դեռևս հունիսին, խնդրելով մինչև սեպտեմբերի 15-ը տալ առաջարկներ կամ կարծիքներ եւ 2-3 ամսվա ընթացքում որևէ քաղաքացիական պայմանագրի խմբակցության պատգամավոր որևէ կարծիք ոչ գրավոր, ոչ բարավոր ինձ սրա մասին չի հայտնել։ Այսինքն կարելի է ենթադրել, որ այդքան շահագրգռված այս նախագծով։ ես ինչու եմ շահագրգռված նախագծով, դրա մասին տևական խոսել եմ եւ ներկայացրել լրատվական կայքերին։ Հիմա ասեմ ինչու եմ ես շահագրգռված եղել, որովհետեւ տեսել եմ խնդիր, որ չի կարելի լինի մեր երկրում, երբ մենք ունենք անվտանգային խնդիրներ, բանակ զորակոչի ենթականների 31.4%-ը։ Եթե որևէ մեկը գտնում է, որ այստեղ խնդիր չկա, ես չեմ կիսում իր կարծիքը եւ գտնում եմ, որ կա խնդիր եւ իմ շահագրգռվածությունը միայն կապված եղել սրա հետ, որպեսզի ես փորձեմ իմ օրենսդրական գործունեությամբ ի նպաստ մեր երկրի բարձրացնել զորակոչի թիվը, սա եղել ամբողջ 30% է զորակոչում, մյուս կողմից էլ կրճատվում է։ Դուք դեմ կքվեարկեք, եթե այդ տեսքով գա։ Հիմա տեսեք 2024 թվականին, երբ ես այս վերլուծությունները ներկայացրել եմ կառավարությանը, արդեն իմ առաջարկած մի շարք կետեր իրականություն են դարձել եւ զորակոչի թիվը բավականին բարձրացել է։ Այսինքն հիմա ոչ թե բանակի զորակոչի 31%-ը, այլ շատ ավելի մեծ տոկոսով քաղաքացիներ։ Բայց այսօր փոխնախարարը ասում է, որ մեկը շարունակում է մնալ։ Այո, շարունակում է մնալ խնդիր, բայց 31%-ից ահագին բարձրացել է այս փոփոխությունների արդյունքում։ Ճատել նախընտրական փուլում սա քաղաքացիներին այսպես շահագրգռելու նպատակով չի արվում, եթե խնդիրները լուծված չեն։ Զորակոչի ժամկետի կրճատման մասին դեռևս 2018 թվականից խոսակցություններ կային, այն ժամանակ դեռևս նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր այս մասին խոսում հիմնականում փակ քննարկումների ժամանակ։ Տեսեք, երբ մենք խոսում ենք ժամկետային զինվորական ծառայությունից, մենք աշխարհում պետք է նայենք նաև օտարերկրյա փորձը, պետք է նայենք նաև մեր հարևաններին եւ ինչա տեղի ունենում աշխարհում։ Օրինակ մեր հարևան Վրաստանը 1 տարի է պարտադիր զինվորական ծառայություն, Ադրբեջանը 1.5 տարի է եւ այսպես շարունակական երկրներ, որ ավելի քիչ ժամկետով է պարտադիր զինվորական ծառայությունը։ Մենք պետք է հասկանանք, մեզ ինչ է պետք պարտադիր զինվորական ծառայությունից։ Իմ գնահատմամբ մեզ պետք է, որպեսզի մենք կարողանանք մեր զինծառայողներին հնարավորինս մեծ թվով զորակոչ ապահովել եւ հնարավորինս կարճ ժամկետում նրանց պատրաստել եւ ուղարկել պահեստազոր։ Այսինքն, որպեսզի մենք նրանց չպահենք 2 տարի ժամկետով, նրանց վրա ծախսենք օրական 3000 եւ պլյուս դրամ սննդի վրա, հագուստի վրա եւ այլն, մենք պետք է փորձենք կատարելագործել մեր պատրաստության ժամկետը, որպեսզի մենք նույն պատրաստությունը, որը տվել ենք նախկինում 2 տարի ժամկետում, տանք 1.5 տարով կամ եթե հնարավոր է ավելի կարճ ժամկետում նախագծին կողմ եմ եւ գտնում եմ, որ պետք է մյուս փաթեթային լուծումները պետք է սրա հետ զուգահեռ արվեն։ Եթե չեն արվում զուգահեռ Կարվեն, վստահ եմ, որ կարվեն։ Տեսնում որ պաշտպանական բյուջեում 15% կրճատում է իրականացվում պաշտպանական ծախսերի հետ կապված 2026 թվականին։ Սրա հետ կապված վարչապետը տվել է հիմնավորումներ, տեսեք, դինամիկայի մեջ երբ նայում ենք, պաշտպանական ծախսերը չեն նվազել։ Նախորդ տարվա համեմատ նվազել են, բայց 2-3 տարվա առաջվա համեմատ աճը պահպանվում է։ Այսինքն մենք 2024-ին ունեցել ենք կտրուկ աճ, կապված եղել գնումների հետ, հիմա այդ գնումները չունենք, աճը դինամիկ շարունակելու է, այսինքն այն աճը, որ եղել է 2018 թվականից պահպանվում է։ Բայց այսինքն նաև խնայողությունները պետք է լուծում այդ հարցերը լուծել։ Տեսեք, նաև խնայողությունները են լուծում եւ նաև ես մեկ այլ կարևոր նախաձեռնությամբ նույնպես հանդես եմ եկել, դրա մասին գրավոր հայտնել եմ նաև կառավարության ղեկավարին եւ պաշտպանության նախարարությանը, որն է եղել դա, ես գտնում եմ, որ պաշտպանության նախարարության գնումների մեծ մասը պետք է կատարվեն բաց։ Այսինքն այն գնումները, որոնք անմիջապես կապված չեն զինամթերքների հետ, դիրքերի հետ, պետք է լինեն բաց ընթացակարգով, որպեսզի հնարավորին շատ մատակարարներ մասնակցեն մրցույթներին։
կապված օրինակ սննդի մրցույթների հետ, հագուստի մրցույթի հետ, ատամի մածուկի մրցույթների հետ, դրանք պետք է լինեն բաց ընթացակարգով, որպեսզի հնարավոր է շատ բիզնեսմեններ մասնակցեն, ինչու չեն շատերը մասնակցում փակ ընթացակարգով մրցույթներին, որովհետև պարտադիր պահանջ կա, որ պետք է ԱԱՑ-ով անցնեն որոշ աշխատակիցների, նվազագույնը 3 աշխատակիցներ պետք է ունենան այդ ընկերությունները գաղտնի բաժին, գաղտնի թղթաբանություն, ունենան փակ ինչ-որ կահավորված սրահներ եւ այլն, եւ բազմաթիվ բիզնեսմեններ ուղղակի չեն ցանկանում փակ ընթացակարգերով մրցույթներին մասնակցելու։ Սրա արդյունքում մասնակցում են քիչ թվով ընկերություններ եւ ունենում ենք հաճախ որակի գնի հետ կապված խնդիրներ։ Առաջիկայում երբ գնումները նախատեսվում է իմ առաջարկը ընդունվել է, մենք նաև ազգային ժողովում քննարկում ենք անցկացրել Պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության, բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ եւ իմ առաջարկը ընդունվել է եւ առաջիկայում նախատեսվում է որ 2026 թվականին գնումների մեծ մասը պետք է կատարվեն բաց։ Սրա արդյունքում վստահաբար մենք 2026-ին կունենանք եւ խնայողություններ եւ որակի բարձրացում։ Ճշտված է որ դուք ասում եք 30%-ը զորակոչվել են այդ որ թվականին, չէ՞ որ թվականին 2022-2023 թվականին։ 24-25-ի տվյալները գիտեք։ 2024-ին ունեցել ենք մոտ 4% աճ, 2025-ին դեռևս չեն կամփոփել, առաջիկայում կամփոփել։ Պարոն Սարգսյան, իսկ ինչպես եք նայում այն հարցին, որ Ադրբեջանը վերահսկում է, որպեսզի մեր բանակը զենքով, զինամթերքով չզինվի, իսկ ինքը ամեն օր զենքեր է գնում։ Ես չեմ կիսում այդ կարծիքը, որ Ադրբեջանը հսկում է, որպեսզի մենք չզինվենք։ Մենք ունենք մեր քաղաքականությունը, Ադրբեջանը իր քաղաքականությունը, մենք գնում ենք լուծելու մեր խնդիրները, որոնք մեր երկրի առջև ծառացած են։ Բայց հարցերը առաջացնում է, որ Ադրբեջանը օրորի զինվում է, իսկ մենք որոշում պետք է խնայողություն անենք մասնավորապես պաշտպանական ոլորտում։ Դա ընկալելի չէ։ Խնայողությունները միշտ պետք է անել, եթե որևէ ապրանք կարող է ձեռք բերել, օրինակ 1000 դրամ ավելի պակաս գնով, դու պետք է փորձես դա ձեռք բերել 1000 դրամ ավելի պակաս գնով, որպեսզի ավելի արդյունավետ ծախսես քո միջոցները։ Տեսեք, պետական բյուջեն դա բոլորիս հավաքական բյուջեն է, 3 միլիոնից հավաքական գումարն է եւ մենք պետք է փորձենք դա ծախսել արդյունավետ։ Գնումները կատարել թափանցիկ արդյունավետ, որպեսզի կատարենք բարձր որակի գնումներ հնարավորինս էժան գներով, սրա արդյունքում ունենալով խնայողությունները ուղղելով այլ ավելի արդյունավետ ծախսերի։ Շնորհակալ եմ։